Յորջան Կասկադ 60 ամիս փուլային վճարում բազմաթիվ առավելություններ։ Իր համար այո հայրենիք ծախելը, Արցախը ծախելը, Մեղրին ծախելը, մնացած բոլոր խնդիրներում բացառապես թուրք-ադրբեջանական կամ արևմտյան շահերը առաջ տանելը պատմական երևույթներ են։ Նիկոլը չի հասկանում ինքը ինչ է ստորագրում։ Ստորագրում է Արցախն է տալիս, ստորագրել է Մեղրին է տվել։ Բայց հայ ժողովրդին կերակրում են, որ տեսեք մի վագոն ցորեն եկա։ Հասկանում եք, դա է մեծագույն ողբերգությունը մեր։ Օգոստոսի 8-ին այդ հռչակագրի ստորագրած փաստաթուղթը Մեղրի հանձնման մասին է։ Մեղրին հանձնել է ժողովուրդ։ Այլապես Ալիևի ստորագրությունը եւ այդ նախադասությունը, որ նոր տարածքներ ձեռք բերելու համար այլևս ուժի կիրառում պետք չի, որ Նիկոլը կամովին մի վագոն ցորենի դիմաց տալիս է Մեղրին, երկրորդ վագոնի դիմաց ամբողջ Սյունիքը, երրորդ վագոնի դիմաց Արարատի մարզը։ Հայությանը հիմնական վերացնելու համար, իսկ որը հազարամյա թուրքական ծրագիր է, պետք է նախ սպանել նաև հայ-առաքելական Սուրբ Եկեղեցին, վերացնել դա։ Ինքը այստեղ տապալվում է, իսկ այդ տապալվելը մի հատ դեղին քարտ, որ գոյչայի ասում, մի վագոն ցորեն են թողնում, ասում են հոպ էս աչքերդ կանենք շուտ եկեղեցին ոչնչացրու, ինքը չի կարող դա չանել նրանց հանձնարարությունը, բայց հիմա տեսնում է, որ դեմ է առել մի պատի, որը ճակատով ջարդել չի կարող։ Բարի երեկո, Մեծահաբի եթերում Մեծահարենան է, ես Արթուր Հայրապետյան, այսօր զրուցել եմ Հայաստանի Հանրապետության պետական եւ քաղաքական գործիչ Գառնիկ Իսագուլյանի հետ, բարի երեկո։ Պարոն Իսագուլյան, մինչև եկեղեցու այս խառնաշփոթ իրավիճակին անդրադառնալը, այսօր հայտարարեց Նիկոլ Փաշինյանը, որ ցորենի ներկրումը Հայաստան պատմական իրադարձություն է։ Հիմա ուզում եմ հասկանալ, սա արդյոք Մեղրի հետ կապված խնդիր է, որովհետև ինչու եմ ասում խնդիր, որովհետև երբ որ մենք խոսում ենք Մեղրի մասին, ինչքան էլ որ իրենք ասում են, որ այլևս Մեղրին մեր տիրապետության տակ է, բայց իրենք այն թաքուն ճանապարհներով փորձեցին, անել այն ինչ որ իրենք են ուզում եւ վերահսկողությունը որպես այդպեսին մեր կողմը պահածա, թե այդպես փորձել ենք ծածուկ ճանապարհով դա էլ հանձնել։ Հիմա տեսեք, Նիկոլը, եթե հիշեք որևէ երևույթ, որի մասին չասի, որ սա աննախադեպ երևույթ է, պատմական երևույթ է եւ այլ, գոյություն չունի։ Իր համար այո հայրենիք ծախելը, Արցախը ծախելը, Մեղրին ծախելը, մնացած բոլոր խնդիրներում բացառապես թուրք-ադրբեջանական կամ արևմտյան շահերը առաջ տանելը պատմական երևույթներ են եւ սա հերթականներից մեկն է։ Ասեմ, որ պատերազմի ժամանակ, առաջին պատերազմի ժամանակ 93 թվականին, երբ որ արցախյան ուրեմն զինված ուժերը ուղղակի ջախջախում էին ադրբեջանական զինված ուժերին, այդ ժամանակ Հայաստանը գտնում էր տոտալ շրջափակման մեջ եւ Լևոն Տեր-Պետրոսյանը կարողացավ Թուրքիայով ցորեն ներկրել Հայաստան։ Երբ որ մենք նորից եմ կրկնում, պատերազմում ջախջախիչ հաղթանակ էինք տանում։ Եվ հաղթանակի պայմաններով մենք Թուրքիայի տարածքով ցորեն ենք ներկրել Հայաստան։ Ավելին կարող եմ ասել։ Դրա նախադեպ ասեմ, ինքը այնքան տգետ է, որ կոնե նայելի։ Նույնիսկ օրենքով գողի մահվան ժամանակ Սվոյ Ռաֆի հայտնի, Ադրբեջանից ուրեմն մազութ եւ սալյարկա է ներկրվել, որպեսզի մեր տեցերը աշխատեն, որպեսզի 3 օր այդ թաղումը որ տևում էր Սվոյ Ռաֆի, կատարածքը գողականները դա կարողացել են Ադրբեջանի տարածքով այդ նույն ժամանակ ապրանք տեղափոխել Հայաստան։ Հիմա Նիկոլը հանկարծ հայտնվել է ծախելով Արցախը, ծախելով Մեղրին, կարողացել է մի հատ վագոն ինչ-որ բան բերել եւ դա դարձրել են աննախադեպ, սկսել է գովերգությունը Ադրբեջանի նկատմամբ։ Հավանաբար ինքը պատրաստում է նաեւ Սևանը տալ։ Տեսեք, ես ցավ եմ ապրում, որ մեր ժողովուրդը չի կարողանում ընկալել բոլոր այն երևույթները, որոնք տեղի են ունենում։ Տեսեք, 22 թվականի ուրեմն հոկտեմբերի 6-ին ինքը Պրագայում ստորագրեց փաստաթուղթ, որով Արցախը հանձնեց Ադրբեջանին։ Եվ դրանից հետո տեղի ունեցան դեպքեր, որը
ըստ էության բերես նրան, որ օկուպացվեցին նաև հայկական տարածքները, բացի Արցախից, սկսեցին օկուպացվել նաև հայկական տարածքները։ Հիմա ինքը օգոստոսի 8-ին ստորագրել է փաստաթուղթ, որով հանձնել է Մեղրին, եւ հիմա հպարտանում է, որ մի վագոն ցորեն է Ալիևը տվել իրան։ Բայց ինչու օգոստոսի 8-ին շատերը սա ցավում են, որ չեն կարողանում ընկալել։ Ինչ է տեղի ունեցել օգոստոսի 8-ին։ Ես ձեր թույլտվությամբ ուղղակի գիտեք, արդեն հոգնել եմ դա տարբեր եթերներով ասել, բայց չեմ վարանի նաև մեկ անգամ ձեր եթերում դրա մասին ասել։ Եթե որևէ մեկը տեսել է այդ փաստաթուղթը, առաջի կետ, երկրորդ կետ, երրորդ կետ, դրանք բոլորը խոսում են Հայաստանը ինչ է հանձնում Ադրբեջանի։ Եվ 5-րդ կետում հետաքրքիր մի հատ ձևակերպում կա, որի վրա խնդրում եմ բոլորդ ուշադրություն դարձնեք։ Սա շատ կարևոր է, որով պարզ երևում է, որ Մեղրին հանձնվել։ Նախ այդ փաստաթղթի տակ ինչի են ստորագրել Ալիևը։ Եթե խոսքը վերաբերում է բացառապես 43 կիլոմետրանոց ճանապարհի, հա, ինչ գործ ունի տեղ Ալիևի ստորագրությունը։ Եթե խոսքը վերաբերվեր, որ Սադարակից մեքենաները կամ երկաթգիծը, հա, գնացները մտնում են, գնում են մինչև Դերբենդ, ես կհասկանայի, որ հա, այդ պարագայում ճիշտ է, որ ստորագրի եւ Ալիևը եւ Նիկոլ Փաշինյանը, որպես երկու հանրապետությունները ներկայացնող անձիկ եւ մեկն էլ երաշխավոր, մանկամիտ Տրամփ։ Էսա կասեմ ինչու մանկամիտ։ Հիմա տեսեք, բայց Քաբլիցի մենակ 43 կիլոմետրում, բայց կա Ալիևի ստորագրությունը եւ Նիկոլի ստորագրությունը։ Եթե հիշում եք 22 թվականի հոկտեմբերի 6-ի փաստաթղթում էր, որի նախաձեռնողը այս անգամ պեդոֆիլիայի զոհ Մակրոնն էր, գիտեք ինչի պեդոֆիլիայի զոհ, որտեղ ինքը փոքր հասակ երեխա էլ է, երբ որ իր այսօրվա այսպես կին կոչեցյալը բռնաբարել է խեղճ տղային, հիմա այդ պեդոֆիլիայի զոհը Պրագայում 6-ին ստորագրել տվեց էլի փաստաթուղթ, որը վերաբերում էր Արցախին, որտեղ էլի կար Նիկոլի եւ Ալիևի ստորագրությունը։ Հիմա տեսեք ինչ է գրված 5-րդ կետում։ Մնացածը սա հեքիաթեսիրո թեմաներով, թե ոնց են Մեղրին հանձնում։ Բայց 5-րդ կետում կա սենց մի հատ ուրեմն հատված մարդկային, այս 5-րդ կետից մեջբերում եմ անում, ուղակի տեքստից։ Մարդկային անասելի տառապանքներ պատճառած հակամարտությունից հետո մեր ժողովուրդների համար ստեղծվել են վերջապես բարիդրացիական հարաբերություններ սկսելու պայմաններ, հիմնված, տեսեք ինչ խորամանկ քայլ, միջազգային սահմանների անկախտելիության եւ տարածքներ ձեռք բերելու համար նպատակով ուժի կիրառման անթելության սկզբունքի վրա։ Տեսեք Այսինքն եթե դու ուզում ես տարածք ձեռք բերել, ուժ կիրառել պետք չի։ Նույնիսկ եմ կրկնում, շատ ուշադիր լսեք։ Նա ձևավորում կա, որ միջազգային ինչ-որ անկախտելիության մասին եւ շարունակում է։ Անթորդ սկզբունքի վրա, ուրեմն սկսելու պայմաններ հիմնված միջազգային սահմանների անկախտելիության եւ տարածքներ ձեռք բերելու նպատակով ուժի կիրառման անթույլատրելիության։ Այսինքն դու ուզում ես նոր տարածքներ ձեռք բերես, ուժ կիրառել պետք չի։ Մի վագոն ցորեն տուրես անասունի եւ տարածք վերցրու։ Դե դրա համար Ալիևը ասում է, այլևս մենք մեքենաներով հանգիստ կգանք գալու են Երևան։ Նա պատահական չի, ոչ Գոյչյան, ոչ մյուսները։ Այո, դրանք էլ ինչի տանկերով գա։ Եթե մարդիկ կամովին հանձնում են, եթե նրանց սահմանադրությամբ Հայաստանի 70%-ը պատկանում է Ադրբեջանին, մենք չենք պահանջում իրանց սահմանադրության փոփոխություն, բայց իրանք պահանջում են, որ Հայաստանը չեղարկի իր անկախության հռչակագիրը, սա նշանակում է Նիկոլ Փաշինյանը խաղաղ ձևով, առանց ուժի կիրառման, հանձնում է տարածքները։ Սա է գրված օգոստոսի 8-ի այս փաստաթղթի մեջ հռչակագրի։ Հայ ժողովուրդն էլ հորթի խանդավառությամբ, հատկապես որոշ ուրեմն քաղաքական գործիչների դեմս Արամ Զավենի Սարգսյանների, արևմտականների եւ այլ, հետույքները բացել են ու պարում են։ Ինչի վրա եք պարում։ Նրա որ դուք տարածքները խաղաղ եք հանձնելու։ Ամբողջ ողբերգությունը նա է, որ մեր ժողովրդին կարողանում են իրենց կեղծ թեզերով կերակրել
Հիմա մենք ձեզ բերում ենք խաղաղություն, արդեն բերել ենք խաղաղություն, Ալիևը ավտոմեքենաներով կմտնի, այդ պայմանագիր պետք չէր, ոչ էլ ինչ-որ բաներ պետք, որպեսզի Ադրբեջանով երկաթգծով մտներ ուրեմն գնացքը Վրաստան գար, դա SNG-ի այդ Եվրասիական տնտեսական չէ, ԵԱՏՄ ուրեմն փաստաթղթերում դա ֆիքսված է, նոր բան չկա ստեղ, բայց հիմա իրանք, եւ որ մեղրին հանձրել են, խնդրել են իրանց տեր Ալիևից, որ Ալիև գոնե մի վագոն փչացած ծորեն ուղարկի, չեմ ուզում որևէ մեկը կարող են լավ էլ ծորեն է, բայց ես ենթադրում եմ, որ լավ ծորեն չի, մենք լավ ծորեն միշտ ստանում էինք Արցախից, ուղարկել եւ դրա դիմաց դու տվել ես մեղրին, հիմա երկրորդ վագոնը կուղարկի կստանա Գոյչյան, հասկանում եք Սևանը, ահա սա է անում Ալիևը, սա է անում ուրեմն ուտող ուրացող Նիկոլ Փաշինյան հայ ժողովրդի բոլոր ժամանակների մեծագույն թշնամի։ Եվ ինչ ասում Ալիևը, հա, ասում է քարտեզի վրա Սևանը չկա, եւ նույնը ձևակերպմամբ հաստատում է Նիկոլա Փաշինյանը։ Այո, հաջորդ օրը իսկ, հաջորդ օրը ընդ որում ամբողջ նիկոլական ոհմակը լցվել է այդ աշխատանքի, որպեսզի արդարացնի ուրեմն Իլհամ Ալիևի ասածները։ Իմ ասում եմ, եթե Սևանը մի քանի ժամանակ անց հետո, երբ որ պահը կհասունանա, կասի, եթե Սևանը չտանք, պատերազմ կլինի։ Իսկ քանի դեռ մենք խաղաղության մեջ ենք եւ անվտանգ ենք ապրում, դիմացնել ընտրություններ կա, հյուսիս հարավի ճանապարհը պահելա, որ այդ օրը բացի ժողովրդին էլի ցույց տա, որ թե ինչ քաջ գործեր ա արել, թոշակները մի երկու կոպեկ կբարձրացնի, ժողովուրդը էլի կգնա կընտրի Նիկոլին։ Հիմա տեսեք, եթե մեր ժողովուրդը հասել է գիտակցական մի մակարդակի, որտեղ չի կարողանում տարբերակել ինքնապաշտպանության կենթանական բնազդը եւ այն խաբեությունը, որ այսօր իրականացնում են Նիկոլը եւ նրա թիմակիցները, ուրեմն այդ ժողովուրդը իրավունք էլ չունի հայրենիք ունենալու։ Այդ դեպքում թող գնա Կարապնարան գնացող ոչխարի ոհմակի նման մի հատ էծի հետևից ու մորթի ուղարկի ամբողջությամբ որպես ցեղասպանվի։ Նիկոլի նպատակը Նիկոլը ամենամեծ ցեղասպանն է հայ ժողովրդի։ Հավատացեք Էնվեր Թայլատ, Ջեմալ, Սուլտան Համիդ, ինչ որ մենք ասում ենք, նրանք գոնե այլ պետության ղեկավարների դիմակով կամ կերպարով, ռեալ կերպարով եւ իրենց համար ազգային խնդիր լուծելու նպատակով կոտորում էին հայ ժողովրդին, որպեսզի հայկական հարցը ընդհանրապես որ արկարգ չգա։ Նիկոլ Փաշինյանը հայի ազգանունով, հայի անվան տակ բերվել է իշխանությունը զավթել է եւ առանց որևէ մի օժանդակության ինքն է հայ ժողովրդին տանում մորթվելու։ Հիմա ո՞րն է ավելի լավ, երբ որ գոնե թշնամու հետ, գիտես որ թշնամին է քեզ ցեղասպանել, թե մեկով հանդես է գալի, հա, Քրիստոսի հիմա արդեն հայր Աստծո կերպարով եւ կոտորում է քո ժողովրդին, հայի անվան տակ։ Հիմա եթե սա մեր հասարակությունը չի հասկանալու, չի ընկալելու, ուրեմն ինքը մորթվելու արժանի ժողովուրդ է։ Լավ է, դեպքում ես, դուք, մեր նման մարդիկ ինչ անենք, թողնենք գնանք։ Տեսեք, մենք ամեն ինչ անում ենք, հա։ Ես մենակ իմ դες դատվում եմ ելույթներիս համար։ Եվ որ ժողովրդին փորձում ես ասել ճշմարտությունը։ Եվ որ ես 18 թվականին մինչև Նիկոլի իշխանազավթումը հայտարարում էի, որ չի կարելի թույլ տալ սա, որտեղ ես գնացել եմ խնդրել եմ հայ-ղապական դաշնակցությանը, Բարգավաճ Հայաստանին, հանրապետականներից գեներալ լեյտենանտների, հա, թե ջավախքը ներկայացնող, հա, սրիկանների, աղաչել եմ, որ դուք հասկանում եք ինչ եք անում, որ սրան բերում եք իշխանության։ Սա ավելի վատն է լինելու, քան Թայլատ, Էնվերը, Ջամալը եւ մինչեւ իշխանության գալը, դրա համար ես ունեմ հրապարակված հոդված իրատես դե ֆակտոյում, հա, կա իմ Facebook-յան էջերում մինչև նրա իշխանության գալը, որ սա գալիս է Արցախը ու Հայաստանը հանձնելու եւ գրում եմ թե ինչ սցենարով է դա անելու։ Բացեք նայեք։ Սցենարները մեկին մեկ կատարվել են։ Եվ հիմա ես դատվում եմ մենակ նրա համար, որ ժամանակին ասել եմ ճշմարտությունը, ու այդ իմ գրելուց հետո ինքը հանդես եկավ ելույթով, որ դեռ ես ոչինչ չեմ արել, բայց ինձ ասում են, որ եկել է Արցախը հանձնելու։ Այդ ելույթը ինձ էր նվիրված, քանի որ հետո ինձ մոտ ուղարկեց էմիսար, որ ես ոնց է, ես կյանքում Արցախը չեմ հանձնելու, բայց հանձնեց։
Հիմա էլ ես իլուր ամբողջ աշխարհի գոռում եմ, որ օգոստոսի 8-ին այդ հռչակագրի ստորագրած փաստաթուղթը Մեղրի հանձնման մասին է։ Մեղրին հանձնել է ժողովուրդ։ Այլապես Ալիևի ստորագրությունը եւ այդ նախադասությունը, որ նոր տարածքներ ձեռք բերելու համար այլևս ուժի կիրառում պետք չի, որ Նիկոլը Կամովին մի վագոն ցորենի դիմաց տալիս է Մեղրին, երկրորդ վագոնի դիմաց ամբողջ Սյունիքը, երրորդ վագոնի դիմաց Արարատի մարզը, հետո տեսեք պատահական չի, որ Փաշեզադեն Ադրբեջանի մուսուլմանների առաջնորդը հայտարարեց Երևանի եւ Էջմիածնի Ղազաններ են կոչում իրանց այդ բաները բացման մասին։ Դա է անում Նիկոլը, իսկ իրանց սահմանադրությամբ Տաուշը, Սյունիքը, Արարատի մարզը, ուրեմն Արմավիրի մարզը, Գյումրու մարզի մի մասը ամբողջը պատկանում է ուրեմն ադրբեջանցիներին եւ ադրբեջանցի Գեղարքունիքը, որ իրանք պետք է վերադառնան իրանց պատմական հայրենիք։ Եվ այս ընթացքում Բրյուսելում Ֆրանսիայի նախագահի թամադայությամբ անցկացվեց կոնֆերանս, մեծ կոնֆերանս, որտեղ մասնակցում էին Արևմտյան Ադրբեջանի ադրբեջանցիների առաջնորդ իմ մոտ մանրամասը կա բան ղեկավարը եւ Ֆրանսիայի ներկայացուցիչներ, Բրյուսելից մարդիկ, հավանաբար Հայաստանից, որոնց մասին թաքցնում են, բայց մենք շուտով դրա մասին կիմանանք, մեծ գիտաժողով, որտեղ մասնակցել են իրավաբաններ, պատմաբաններ եւ այնտեղ ընդունվել է բանաձև, որ Հայաստան պետք է վերադառնար իրենց պատմական հայրենիք 1.5 միլիոն ադրբեջանցիներ։ Այո։ Պարզվեց նույն օրերին Վրաստանում է գումարվել ուրեմն նման համաժողով, որտեղ եւս ուրեմն վրացիների մասնակցությամբ, ադրբեջանցիների մասնակցությամբ, արդեն հայկական պաշտոնական պատվիրակության մասնակցությամբ տեղի է ունեցել համանման համաժողով եւ նույն բանաձևն է ընդունվել, որ Հայաստանը պատրաստական է 1.5 միլիոն ադրբեջանցիների ընդունել իրենց պատմական հայրենիքը։ Եվ երբ որ հայտարարեցին Օրբելի կենտրոնում, որ պետք է տեղի ունենա կոնֆերանս, որտեղ պետք է ելույթ ունենա Նիկոլը, առաջինը, որ ինձ հետաքրքրեց, արդյոք այդտեղ կմասնակցեն ադրբեջանցիներ, թե չէ, եւ թեման որն է լինելու։ Այո, Հայաստանը թաքցրեց այդ մասին, բայց թաքցնելու ումից կարող ես թաքցնել գոնե ինձանից որևէ մեկը, որտեղ բոլորի ցուցակը Վրաստանում մասնակցած հայերի ցուցակը, Հայաստանում մասնակցած ադրբեջանցիների ցուցակը եւ նաեւ նկարները ինձ մոտ կան։ Ուրեմն սա մասնակիցներից մեկը, ես հիմա կարող եմ անուններն էլ ասել, սա մասնակիցներից երկրորդը։ Իհարկե դրանք հանդես են եկել տարբեր անուններով, բայց դա որևէ ձևով չի խանգարում մեզ հրապարակել իրանց մասին։ Մեկը հանդես է եկել Էլդանիզ Հուսեյնովը, իբրև որպես ղազախստանցի, բայց ադրբեջանցի է եւ սովորում է Ստամբուլի համալսարանի Հելդայել Ալիևի անվան կենտրոնի փորձագետ է նաեւ։ Մյուսը հիմա հրապարակեմ նաեւ մյուսի անուն ազգանունը, որը մասնակցել է ուրեմն ժողովին։ Գիտեք, զարմանալի է, որ մենք Ռասիֆ Հուսեյնով, Ռուսիֆ Հուսեյնով, Թոքջուբաշով անվան Բաքվի վերլուծական կենտրոնի հիմնադիր եւ տնօրեն։ Այս երկուսը միասին մասնակցել են ուրեմն այդ բանին Հայաստանում տեղի ունեցած օրբելիքը, որտեղ ելույթ էր ունենում Նիկոլը, եւ տեսեք, թե Նիկոլը նրանց միջոցով ինչ քնքուշ մեսիջներ էր ուղարկում Ալիևին համարելով մեծ բարերար, մեծ մարդ, որը թույլ է տվել, որ մեկ վագոն ցորենը, կամ ասենք երկու վագոն ցորենը Ադրբեջանից կա Հայաստան։ Գիտեք, ու դրա համար ինքը հանձնել է Մեղրին։ Հիմա տեսնենք Սևանի համար քանի վագոն ցորեն պետք է քանի վագոն ցորեն պետք է բերեն Հայաստան, սա մեծագույն ողբերգություն է, բայց հայ ժողովուրդը, երբ որ Ղարաբաղից 100,000 տոննաներ ծրի ցորենը գալիս էր Հայաստան, եւ Հայաստանը տես խնդիր չուներ Ադրբեջանով ցորեն ներկրելու, չի հիշում այլևս։ Հիշում է, որ Շատերը նույնիսկ տեղյակ չեն, պարոն Իսագուլյան, եւ դրա բացը իրականում կա, որ մենք հենց Արցախի թեմայով հատկապես այն
ջանքերը չենք գործադրել, որ ամեն քաղաքացի Արցախի տեղը նախ իմանար, գոնե դպրոցից դպրոցականները էքսկուրսիա որպես այդպեսին գնային Արցախ, մեկ օր մնային, որպես ճանաչողական նույնիսկ, այսինքն դրանք ծրագրեր էր, որ պետք է իրականացնել։ Ես հիմա ինչքան որ հետհայաց եմ գցում, հասկանում եմ, որ այո, այն մարդիկ, ովքեր որ Արցախի տեղը չգիտեն, շատ հեշտությամբ տարան Արցախի կողմից։ Ես ձեզ այդ հարցում համաձայն չեմ։ Մինչև այս թշնամու իշխանության գալը, հա, օրինակ ես որ 7 տարի աշխատել եմ Արցախում, չէ։ Ես ունեցել եմ դասարանցիներ, չէ։ Ես իմ դասարանցիներին բոլորին հրավիրել եմ Արցախ, մարդիկ կային, որոնք երբեք չէին գալիս։ Տեսեք, դուք արել եք։ Հիմա տես, չէ, բոլորն են արել։ Արցախը դիտարկվում էր որպես Հայաստանի անբաժան մաս։ Որևէ մեկ հիմա Հայաստանում, Երևանում մարդ կա, որ կյանքում Գյումրիում չի եղել։ Ինչ ասես, ինչու պետությունը չի կազմակերպել ավտոբուսներով տանի։ Հա, Ալամեի մեր հարգարժան Կարապետի ճիշտ ենք ասում։ Այո։ Կազմակերպում էր մարդկանց սևաներ տանում եւ այլ, բայց պետությունը, գիտեք, ամեն մեկը կարող էր դա անել։ Ես դպրոց եմ տարել Արցախ, Արցախից դպրոց են եկել մեր մոտ Մասիս, հա? Եվ որևէ խոչընդոտ չկար, այսինքն ինչի մասին է խոսքը։ Դա հայկական տարածքներից մեկն էր։ Հիմա ժամանակ, այսինքն նույնիսկ կրում, դες խնդիր չի եղել երբևէ։ Բայց այդ հեշտությամբ մարսեցին Արցախի կորուստը։ Որովհետև ասում եմ, օրինակ իմ դասարանցիներից մարդիկ կային, որ չեն գալի։ Ինձ համար տարօրինակ էր, ինչու չեն գալիս։ Անդորում մարդիկ ու մեծ ես շատ մտերմիկ հարաբերություններ ունեմ, դասընկերներ են եղել։ Իրանց տուն գնալ, գալ, հաց ուտել, հա, հաց կիսել։ Եվ մենակ հիմա եմ պարզվում, որ դրանք Նիկոլից ավելի նիկոլականներ են։ Մեկը նաև իբրև թվում էր, թե հայրաքելական Սուրբ եկեղեցու հետևորդ է, այսօր գաղափարներ է տալի Նիկոլին, թե որ ոչնչացնենք հայրաքելական Սուրբ եկեղեցին։ Հասկանում եք։ Ես չգիտեի, որ իմ դասարանում այդ մարդը օրինակ ասենք թուրքից ավելի թուրք է, Նիկոլից ավելի Նիկոլ է։ Ես մաններ չեմ տալի։ Ու պարզվեց բոլոր նրանք, ովքեր Արցախ չէին գալի, իրանք այսօր իր բանն են, կոմունակիցներն են։ Այսինքն շատերի մեջ նստած է եղել էս թույնը, սատանան, հակահայությունը, մենք չենք նկատել։ Ազգանունով հայ են եղել, մեր հետ միասին դպրոց են գնացել, իմ համադասարանցին են եղել, ամուսնացել են երեխեք։ Հիմա որ նայում ես դրանց երեխեքը որտեղ են աշխատում, Սաղ Նիկոլի թիմում, տարբեր տեղերում։ Այսինքն մարդիկ, որ ժամանակին իրանց իրացնել չեն կարողացել, ոչ թե դրա համար, որ արժանիք են ունեցել, այլ արժանիք չեն ունեցել, չեն իրացվել։ Իրանք մնացել են համբալ, կներեք բառից իմաստի համար։ Հիմա ինքը իր երեխուն ոնց բացատրի, որ ինքը համբալ էր, որտեղ նախկինները մեղավոր էին։ Ինքը չէր կարող իրանց տարբեր տեղեր աշխատանքի տեղավորել, որտեղ նախկին այ տեսեք եղավ ազատարար Նիկոլը, եւ մենք քանի որ թուրքացանք, սկսեցինք ծառայել թուրքերին, հիմա մեզ տեղ են տալիս։ Ինքը տեն չի ասում, որ թուրքերին, ասում է, չէ, նոր Հայաստան, նոր վեհապար։ Սրանից է այդ ամբողջ ողբերգությունը մեր մեջ կար։ Մենք դեռ չենք կարողանում ազատվել ստրուկ լինելու գաղափարից եւ բարեկամին ու թշնամուն տարբերելու գաղափարից։ Եվ սրա մեղավորը, գիտեք, նախկին իշխանությունները մեղքը կարելի է ուրիշ բաներում ասել։ Ինչու մենք Նախիջևանը չվերցրեցինք, ինչու մենք չշարունակեցինք Արցախյան պատերազմը, որպեսզի պարտադրեինք Բաքվին ստորագրելու Քուր Արաքսից այն կողմ նոր ինչ որ մի բան իրենց մնար կամ չմնար, եթե թալիշները, լեզգիները իրանց անկախությունը ցանկանում, որտեղ ադրբեջանցին որպես ազգ դες ազգ գոյություն չունի, բայց հիմա պարզվում է պատմություն ունե։ Եվ այդ պատմության գոյչա, մոյչա, սաղ իրանցն է։ Դա նրանից է, որ մենք ցավոք սրտի ագրեսիվ չենք։ Եվ մենք մեզ բարեկամ ենք համարում հայ ժողովրդի 70 քանի տոկոսը բարեկամ երկիր համարում է Ֆրանսիային, որը եւ առաջի ցեղասպանության 15 թվականի, եւ Արցախյան ցեղասպանության մեջ ամենամեծ լուման ունի ներդրած։ Իլյոկո ամբողջ 300,000 հայերը կոտորվեցին ֆրանսիացիների մեծ ջանքերով եւ Ֆրանսիան այդ տարածքը ծախեց թուրքերին հայերով հանդերձ եւ դաբրո տվեց այսպես կոչված կոտորելու։ Մենք ցավոք սրտի դա չենք ուզում հասկանալ։ Մենք դա չենք ուզում տեսնել, որ երկու անգամ էլ մեզով փրկեց, մենք փրկիչին համարում ենք դավաճան թշնամի, մեզ կոտորողին լավագույն բարեկամ։ Միացյալ Նահանգներ կանչել է, տեսեք այդ մանկամիտ տկարամիտը, իրեք նաև ասում է դե Պուտինն ինձ զանգել է,
ասում ես 10 տարի է Ուկրաինայի հետ պատերազմը չեմ կարողանում կանգնացնել։ Խնդրել է ինձ, որ ես կանգնացնեմ, որովհետև ընդամենը 1 ժամվա մեջ 8 կոնֆլիկտ եմ կանգնացրել, այդ հիվանդ մարդ։ Կներեք բառից համար, որ ձեր եթերում կար, մեր եթերում ես շատ հանգիստ օգտագործում եմ այդ բառերը։ Մարդիկ հիվանդ են, մանկամիտ են, տկարամիտ են, չեն հասկանում, որ Պուտինը ուրիշ բան է ասել։ Նույնն էլ Նիկոլը չի հասկանում ինքը ինչ է ստորագրում։ Ստորագրում է Արցախն է տալիս, ստորագրել է Մեղրին է տվել։ Բայց հայ ժողովրդին կերակրում են, որ տեսեք մի վագոն ցորեն եկա։ Հասկանում եք, դա է մեծագույն ողբերգությունը մեր։ Պարոն Իսագուլյան, նաև եկեղեցուն անդրադառնանք, հա, այս մարդը տեսնում ենք ամեն կիրակի մարդաքանակ է հավաքում եւ ցույց տալու միակ նպատակը նա է, որ տեսեք այդ կեղծ պատարագին մասնակցում է մարդիկ, ովքեր որ դեմ են հենց վեհապարին եւ նպատակը որն է, ցույց տալ, որ ունի ինքը իր ետևում մարդիկ, որ կարող են հարձակվել վեհարանի վրա եւ պարտադրել կաթողիկոսին։ Տեսեք, ախր մարդը ոչ թե դա մարդը հանձնարարություն ունի, որտեղ տեսեք մոտ 1000 տարի եկեք անկեղծել ենք, 1000 տարի պետականություն չունենալով հայ ժողովուրդը գոյատևել է, ոչ միայն գոյատևել է, պատմություն է ստեղծել հայ առաքելական Սուրբ եկեղեցու շնորհիվ։ Հիմա հայությանը հիմնական վերացնելու համար, իսկ որը հազարամյա թուրքական ծրագիր է, պետք է նախ սպանել նաև հայ առաքելական Սուրբ եկեղեցին, վերացնել դա։ Եվ Նիկոլը այդ խնդիրը ուզում է լուծել, ասենք ուրացող մեկի, հա տաքսիստ մի հատ տեր են ճարել, աստված սրբազան կճարեն մի հատ ուրացող, որտեղ եթե Քրիստոս առաքյալներ էր հավաքում 12-ից 1-ը, Քրիստոս ինքը Աստված էր, բայց եթե իր հավաքած 12 առաքյալներից մեկը մատնիչ էր, մեկ շարքային մարդիկս եթե առաքյալներ հավաքենք 12-ից 11-ը մատնիչ կլինեն։ Մենք ես իմ դասանում չգիտեի, որ 7 մատնիչ ունեն։ Ենել, որոնք ինձ հետ մտերմություն կարող են անել, ես համարեմ իրանց ամենը, պարզվի 7-ն էլ մատնիչներ են։ Հիմա նույնն է։ Բնականաբար եկեղեցու սպասավորների մեջ չբավարարված մարդիկ եւս կա։ Եվ հիմա իրանց ժամն է, որպեսզի իրանք դրսևորեն, իրանց ցույց տանի իբրև թե այդ տաքսու վարորդը, որ այս գալող կիրակի պիտի պատարագանի, բարձում են ընդհանրապես մի հատ կենսագրություն ունի, որ նայելուց սիրտը խառնում է։ Եվ դա իրականություն է։ Ընտանիքից բաժանված, կյանքից խռոված, եկեղեցուց փախած, գնացած, չգիտեմ, Կրասնոդարում տաքսի քշած, ընդեղ էլ թուքումուր կերած, ընդեղից էլ վտարված, մեկը հանկարծ եկել է դարել է հավատավոր եկեղեցական, հայ առաքելական եւ հիմա ուրեմն ինչ որ մի կարգալույց եղած սյոպիկի հետ ուզում է հայ եկեղեցու դեմ պայքարել։ Կմիանան դրան նաեւ հայ սուրբեր, չի բացառում, որ որոշ դրսում արդեն վերբով կա եղած սրբազաններ, բայց հայ առաքելական Սուրբ եկեղեցու դեմ բոլոր կարգի պայքարներն անիմաստ են։ Անիմաստ է, վերջը պարտության են գնալու։ Պարզվեց, որ ընդհակառակ օրինակ հայ իրականության մեջ մեր եկեղեցու հավատավորների նրանք ովքեր իրական հավատավոր են, 12-ից 12-ն էլ մատնիչ չեն։ Եվ երբ որ ինքը տեսավ, որ իր մատնիչների քանակը ինչքան քիչ է, նույնիսկ իր թիմում կան մարդիկ, ովքեր նզովքից, անեծքից վախեցած են, եւ իրանք էլ չեն չմասնակցեցին։ Ինքը այդտեղ տապալվում է։ Իսկ այդ տապալվելը մի հատ դեղին քարտ, որ գոյչայի ասում, մի վագոն ցորեն են թողնում, ասում են հոպ, էսել աչքերդ կանենք շուտ եկեղեցին ոչնչացրու, ինքը չի կարող դա չանել նրանց հանձնարարությունը։ Բայց հիմա տեսնում է, որ դեմի առել մի պատի, որը ճակատով ջարդել չի կարող։ Նրանց որ ստեղ Նիկոլը եւ նաեւ իր տերերը մեծագույն սխալ հաշվարկ են կատարել։ Իրանց գլուխն առնելու է շատ սարսափելի պատի, ով կոտրվելու է, ջարդվելու է իրանց գլուխը։ Միայն մենք կամք ու առողջություն, առողջություն ու հա կամք ցանկանք մեր գաղափար հայրապետին եւ հայ առաքելական Սուրբ եկեղեցու հա գտնվող մեր մյուս իսկական հավատավորներին, որտեղ ընդեղ էլ նույնպես եմ ոսկած կան մարդիկ, ովքեր վաղը իրանց կդրսևորեն, բայց պետք չի դրանց ուշադրություն դարձնել, հարկավոր է դրանց բոլորին անխտիր կարգալույց անել։ Այո, բանը չթողնել վերջին րոպեին։ Հիմա գրավել է մի եկեղեցի, վաղը կարող է փորձի ուժով գրավել, տարի բալանները փոխի։ Գիտեք, ռուսները կասեին դիշովի քային, շատ դիշովի խոդ է, իզուր է անում։ Բայց մարդը հավատացեք այն փողերով, որով իրան բերել են իշխանության, հիմա դեմ են տալի։
եւ այս ոհմակը փորձում է այն պարտավորությունները, որը ստանձնել է մինչև իրանց իշխանազավթումը, իրականացնել, որպեսզի կարողանան 26 թվականին եւս մնալ իշխանության։ Բայց եթե մենք մի քիչ խելացի գտնվենք, մենք կարողանանք համախմբվել, հավատացեք, որ դա տեղի չի ունենա։ Այլապես եթե Նիկոլը կարողացավ կեղծիքների ստորության միջոցով եւս մեկ անգամ վերընտրվել, ապա մինչև հաջորդ ընտրությունները 31 թվականի այլևս չենք ունենա Հայաստանի Հանրապետություն, կլինի Արևմտյան Ադրբեջանի Հանրապետություն։ Հենց որ ժողովուրդը պետք է շատ ուշադիր լինի եւ ստապ այո։ Շնորհակալ եմ, պարոն Սարգսյան։ Ես էլ եմ շնորհակալ։ Կհանդիպենք։ Յուրջան Կասկադ 60 ամիս փուլային վճարում բազմաթիվ առավելություններ։